Երևանում մեկնարկվել է ՀՀ և ՌԴ նախարարների Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը։ ՌԴ արտգործնախարարն իր աշխատանքային այցը սկսել է Մայր Հայաստան հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել էր. Լավրովի հայաստանյան այցի ընթացքում ակնկալվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարին կընդունեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ասել է Մոսկվան և Կիևը պետք է ինքնուրույն հասնեն հակամարտության կարգավորմանը։ Այս մասին գրում է New York Times-ը։ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և այլ եվրոպացի առաջնորդներին Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է ինքնուրույն լուծեն հակամարտությունը, ասվում է հրապարակման մեջ։ Պարբերական է նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ԱՄՆ-ն ի տարբերություն Եվրոպայի ձգտում է ավելի լայն հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ։ Պարբերական այս իրավիճակն անվանել է պառակտում Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում։ Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Մոսկվայի և Կիևի բանակցությունները փոխանցելու պատրաստակամությունը կարող են ընկալել որպես ազդանշան, որ Վաշինգտոնն այլևս շահագրգռված չէ հակամարտության կարգավորման գործում ակտիվ միջնորդությամբ։ Այս մասին գրում է բրիտանական Spectator ամսագիրը։ Բացի այդ, ինչպես նշվում է հոդվածում, Թրամփի հայտարարությունը կարող է վկայել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա լուրջ ճնշում գործադրել չցանկանալու մասին։ Պարբերականը ընդգծում է, որ դա ոչ մի լավ բան չի խոստանում Կիևին, քանի որ նրա եվրոպացի դաշնակիցներն արդեն ցուցադրել են իրենց անպատասխանատվությունը, անհաջող փորձելով զինադադարի վերջնագրով ճնշում գործադրել Մոսկվայի վրա։ Մինչ ԱԳՆ շենքում ընթանում էր Միրզոյան-Լավրով ասուլիսը, դրսում ակցիա էր ընդդեմ Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության։ Դիվանագիտական հարաբերություններին դեմ չենք։ Դիվանագիտական հարաբերություններ կարելի է ունենալ ում հետ ասեք։ Բայց այն աննորմալ ներկայությունը, որը Ռուսաստանում կա, եւ հարաբերությունների այն կարգավիճակը, որը կա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, չի համապատասխանում իրականությանը։ Ռուսաստանը մեր դեմ վարում է հիբրիդային պատերազմ, այստեղ առանցքային բառը պատերազմն է, պատերազմ վարում են թշնամիները։ Հետևաբար այստեղ ինչ-որ բարեկամությունից բանից խոսալ միայն կարելի է կամ անբարոյականության, կամ էլ անհատակ հիմարության պարագայում։ Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսը։ Վարդանյանը կրկին բողոք է հայտնել գործը քննող դատավարական կոլեգիայի դեմ, որը կրկին մնացել է առանց քննարկման։ Հաջորդ շինծու նիստը նշանակվել է մայիսի 27-ին։ Իմպիչմենտի գործընթացը լավ է, բայց Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու համարելու տրամաբանություն չկա։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նաև այդ թեկնածությունը մերժվել է պատիվ ունեմ խմբակցության կողմից եւ ես եթե չեմ սխալվում մի քանի ժամ առաջ աչքովս ընկավ որ նույն այդ անձնավորությունը մուննաթ է գալիս այսպես ասած պատիվ ունեմի որ մի ժամանակ ասում էիք որ ով է լի թեկնածու մենք կողմ քվեարկենք եկեք քվեարկենք այսինքն մի հատ էլ այնպես ստացվում որ մի հատ էլ ինքն է շանտաժի ենթարկում պատիվ ունեմ դաշինքին եւ որ ասել է արի ասածը տար այսինքն ես չեմ հասկանում մենք ինչա պետք է դառնանք ինչ որ մարդկանց ձեռքի գործիքը որն է դրա տրամաբանությունը արժանի թեկնածու լինի մեկ երկրորդը դա դրանից առաջ պետք է հսկայածավալ աշխատանք արվի ասում մենակ հալվա ասելով բերանը չի քաղցրանում իմպիչմենտի գործընթաց լավ է բայց դրա տակ կա պետք է լինի աշխատանք դրա տակ պետք է լինի գործ դրա տակ պետք է լինի ռեսուրսներ մարդկային ֆինանսական եւ այլն եւ այլևս շարունակ այսինքն այնպես չի որ ասեցինք քաշվեցինք մի կողմ դե ասեցինք թե անողները թող անեն տեխնացուն էլ թե թող ուզում ալնի այսինքն ոնց որ եղավ հիմա ոնց որ հիմա մենք տեսնում ենք ինչ է կատարվում Օկուպացված Արցախում շարունակվում են Իրան-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Նշվում է, թե երկու երկրների կապերի եւ համագործակցության ամրապնդման տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունեն Արազ 2025 համատեղ զորավարժությունները, որ կավարտվեն մայիսի 21-ին։
2024 թվականին ԱԳՆ շենքի դիմաց Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցների բողոքի ակցիայի գործով Մեսրով Եսայանը, Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանն արդարացվել են։ Արդարացման դատական ակտը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը Մուշեղ Արամյանի նախագահությամբ։ Փաստաբան Վարդուհի Սարգսյանը հայտնել է, որ դատավոր Մուշեղ Արամյանը Տավուշը հանուն հայրենիքի շարժման ակցիայի մասնակիցների նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկ։ ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած միջադեպը չհամարելով խուլիգանություն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը հաստատել էր, որ Միացյալ Նահանգները որոշել է չմասնակցել Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին ընդունող երկրի ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով։ Մենք որոշեցինք այս տարի չմասնակցել Հարավային Աֆրիկայի կողմից կազմակերպվող G20-ին, ոչ արտաքին գործերի նախարարության, ոչ էլ նախագահի մակարդակով, եւ դա մեծապես կապված էր այս հարցերի մի մասի հետ, բացի որոշ ասպեկտներից, որոնք նրանք ներառել են իրենց օրակարգում եւ որոնք մեր կարծիքով չեն արտացոլում այս վարչակազմի առաջնահերթությունները, ասաց Ռուբիոն Սենատի լսումների ժամանակ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը դաշնակիցների հետ քննարկում է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը հրապարակումը հայտնվել է նրա Telegram ալիքում։ Նրա խոսքով Ուկրաինան եւ նրա դաշնակիցները քննարկում են մանրամասներն ու առաջարկները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցից հետո։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է մասնակից լինի խաղաղության գործընթացին։ Մենք գործընկերների հետ խոսում ենք ռուսերի հետ հաջորդ հանդիպումների մասին, ուղիղ բանակցություններ, որոնց Ուկրաինան բացարձակապես պատրաստ է եւ ցանկացած ձևաչափով որ արդյունք կտա։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում են մեզ, գրել է Զելենսկին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի 3 շրջաններում ոչնչացրել են ուկրաինական 15 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև 21:40-ը հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 15 ուկրաինական անօդաչու թռչող սարք, 11 անօդաչու թռչող սարք Օրիոլի մարզի տարածքում, 3-ը Բրյանսկի մարզի տարածքում եւ 1-ը Բելգորոդի մարզի տարածքում հայտնել են գերատեսչությունում։ Դոնի Ռոստովում արտակարգ ծառայությունների համար բարձր պատրաստվածության ռեժիմ է մտցվել եղանակային պայմանների վատթարացման, ուժեղ անձրևների եւ քամու պատճառով։ Այս մասին իր Telegram-յան ալիքում հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը։ Նրա խոսքով ռեժիմը մտցվել է վարկյանում մինչև 20-ից 25 մետր արագությամբ քամու հետ կապված տեղատարապ անձրևների պատճառով։ Քաղաքապետը հավելել է, որ բարձր զգոնության ռեժիմը կգործի մայիսի 20-ից մինչև մայիսի 22-ը։ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00 ներառյալ Սկրյաբինը կոչ է արել տեղի բնակիչներին պահպանել անվտանգության միջոցառումները եւ զգույշ լինել։ ԱՄՆ վարչակազմը ակնկալում է այս շաբաթ Ռուսաստանից ստանալ Ուկրաինայում հրադադարի պայմանների ցանկ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ Այսպիսով այնինչ մենք հիմա ակնկալում ենք հիմնվելով նախագահի զանգի եւ պարոն Սերգեյ Լավրովի հետ շաբաթավերջին ունեցած իմ զրույցների վրա այն է, որ որոշակի պահի բավականին շուտով, գուցե մի քանի օրից, գուցե այս շաբաթ մենք հուսով ենք, որ ռուսական կողմը կներկայացնի այն պայմանները, որոնք ինքը ցանկանար տեսնել, ասել է Ռուբիոն Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Պարզապես ընդհանուր պայմաններ, որոնք թույլ կտան մեզ շարժվել դեպի հրադադար եւ այդ հրադադարը թույլ կտա մեզ մանրամասն բանակցություններ սկսել հակամարտությունը դադարեցնելու համար, հավելել է Ռուբիոն։ Լեհաստանը չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա, սա վերջնական որոշում է։ Այս մասին TVP Info հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Այո, պատասխանել է քաղաքական գործիչը հեռուստահաղորդավարի այն հարցին, թե արդյոք Լեհաստանի իշխանությունների Ուկրաինա զորքեր չուղարկելու որոշումը վերջնական է եւ վերանայման ենթակա չէ։ Նրա խոսքով Վարշավան այս հարցում արևմտյան գործընկերների ճշմարտ տակ չէ եւ ԱՄՆ նույնպես տեղյակ է լեհական կողմի դիրքորոշումից։ Իսրայելը հետ է կանչում իր պատվիրակությունը Դոհայից Պաղեստինյան Համաս շարժման կողմից ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկովի պատանդներին ազատ արձակելու եւ կրակը դադարեցնելու ծրագիրը չընդունելու պատճառով հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։ Այս մասին հաղորդում է RIA Novosti։ Նեթանյահուի գրասենյակը շեշտել է, որ իսրայելական կողմը համաձայն է Վաշինգտոնի առաջարկին Ուիթկովի պլանի հիման վրա վերադարձնել առևանգվածներին, սակայն Համասը շարունակում է հավատարիմ մնալ իր մերժման քաղաքականությանը։ Դոհայում մեկ շաբաթ տևած ինտենսիվ շփումներից հետո ավագ բանակցային թիմը կվերադառնա Իսրայել խորհրդակցությունների համար, հայտնել են գրասենյակից։
Իսրայելական բանակը ընդլայնում է իր գործողությունները Գազայի հատվածում որպես ինքնապաշտպանության մաս, սակայն պատրաստ է ճշգրտել իր գործողությունները, եթե համաձայնության հասնեն պատանդների ազատ արձակման վերաբերյալ, հայտարարել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա ընդգծել է, որ իսրայելական կողմը կհաստատի լրացուցիչ տարածքների նկատմամբ օպերատիվ վերահսկողություն, կմաքրի եւ կոչնչացնի ահաբեկչական ենթակառուցվածքները մինչեւ Պաղեստինյան Համասի շարժման լիակատար պարտությունը։ Նրա խոսքով պատանդների ազատագրումը մնում է առաջնահերթ նպատակը։ Պաղեստինյան Համաս շարժման եւ Իսրայելի միջև Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ խորհրդակցությունների մի քանի փուլերը, որոնք տեղի են ունեցել Դոհայում, չեն հանգեցրել կողմերի դիրքորոշումների մերձեցման։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդուռահման Աթանին։ Վերջի մի քանի շաբաթների ընթացքում Դոհայում տեղի ունեցած բանակցությունների փուլերը ցավոք դեռ ոչ մի բանի չեն հանգեցրել, քանի որ երկու կողմերի միջև հիմնարար անջրպետ կա, ասել է նա ելույթ ունենալով Կատարի տնտեսական ֆորումում։ Մի կողմը ձգտում է հասնել մասնակի գործարքի, որը կարող է հանգեցնել համապարփակ համաձայնության, իսկ մյուս կողմը ձգտում է միանվագ գործարքի, պատերազմը դադարեցնելու եւ բոլոր պատանդներին ազատելու համար, բացատրել է Կատարի արտգործնախարարը։ Մենք չկարողացանք հաղթահարել այս հիմնարար բացը, չնայած մեր կողմից առաջադրված բոլոր առաջարկներին, հատկապես հաշվի առնելով անցյալի փորձը, երբ առաջին գործարքը ձախողվեց, նշել է Մուհամմադ բին Աբդուռահման Աթանին։ Միացյալ Նահանգների հետ միջուկային խնդրի շուրջ անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի նախագահության օրոք, ով մահացել է 1 տարի առաջ, սակայն դրանք այն ժամանակ արդյունք չեն տվել եւ չեմ կարծում, որ հիմա արդյունք կտան, ասել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Անուղղակի բանակցություններ են եղել նրա ժամանակ, ինչպես հիմա են, բայց առանց արդյունքի։ Չեմ կարծում, որ դրանք հիմա էլ արդյունքի կհանգեցնեն։ Խամենեիի խոսքերն է մեջբերում գործակալությունը։ Ֆրանսիան ակնկալում է իրական գործողություններ, որոնք հնարավորություն կտան խաղաղության հասնել Ուկրաինայում։ Այս մասին C-News հեռուստալիքի եթերում հայտարարել է նախարար պատվիրակ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սոֆի Պրիման, մեկնաբանելով Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների բանակցությունների արդյունքները։ Մենք կսպասենք գործողությունների, իրական գործողությունների եւ մենք ձեզ հիշեցնում ենք հրադադար հաստատելու մեր ցանկության մասին բանակցությունների մեջ մտնելու համար։ Սա է հիմնական նախապայմանը, մինչդեռ ռմբակոծությունները շարունակվում են, ասել է նա։ Կառավարության խոսնակը հավելել է սակայն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը, թե Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ կարող են անցկացվել Վատիկանում, գեղեցիկ խորհրդանիշ կլինեն։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել, որը տևել էր ավելի քան 2 ժամ։ Երկու պետությունների ղեկավարները քննարկել էին առաջին հերթին Ուկրաինայում հակամարտությունը հաղթահարելու ուղիները։ Ռումինիայի որոշ քաղաքացիներ դժգոհ լինելով նախագահական ընտրություններում Եվրոպամետ քաղաքական գործիչ Նիկոս Օրդանի հաղթանակից սկսել են ոչնչացնել իրենց անձնագրերը եւ սպառնացել փոխել քաղաքացիությունը։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։ Նրանք կտրում են անձնագրերը, հեղափոխության կոչեր են անում եւ քաղաքական ապաստան են խնդրում Ռուսաստանում եւ այլ երկրներում։ Այսպիսին է Ռումինիայի քաղաքացիների արձագանքը նախագահական ընտրությունների արդյունքներին, ասվում է հրատարակության մեջ։ Տեղական սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են հայտնվել, որ շատ ռումինացիներ կբռնեն աքսորի ճանապարհը եւ կհրաժարվեն ռումինական ամեն ինչից։ Իրավիճակը մեկնաբանել է Ալյանս հանուն ռումինացիների միավորման կուսակցության առաջնորդ Ջորջ Սիմեոնը, ով զբաղեցրել է ընտրություններում 2-րդ տեղը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Ընտրությունները մոտենում են, խոսույթը թեժանում է։ Եվրոմեդիա 24-ի հարցինի պատասխան ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, արձագանքելով վարչապետի Տիկին Աննա Հակոբյանի վերջին օրերին արված վիրավորական գրառումների մասին հարցին։ Վիրավորանքի վերաբերյալ մեր դիրքորոշումը մենք բազմիցս արտահայտել ենք։ Վիրավորանքի ատելության խոսքի եւ իդեպ, այսպես ասեմ, մենք
այդ դիրքորոշումը արտահայտել ենք ոչ թե միայն խոսքերով, այլ նաև օրինակ ատելության խոսքը քրեականացնող կոնկրետ հոդվածներ են ընդունվել մի վարքյան, չէ, ես հիմա որակում չեմ տալիս պարոն վարչապետի եւ Տիկին Հակոբյանի խոսքին, ես ձեզ նոր էլի վերադառնում ենք մեր ասուլիսի սկզբին, որ քաղաքական բանավեճը, քաղաքական հայտարարությունները միանց նկատմամբ, եկեք նաև ճիշտ ընդունենք ինչքան նաև ընտրությունների շրջանը մոտենում է դա բազմաթիվ զեկույցներում եւ ոչ քաղաքական գործիչներից կարող եք կարդալ, դա քաղաքականության մեջ աքսիոմատիկ ճշմարտություն է։ Ինչքան ավելի մոտենում են ընտրությունները, այդքան խոսույթը թեժանում է։ Հետո ընտրություններից հետո որոշակի մեղմում է, հետո մյուս ընտրություններին ընդառաջ էլի թեժանում է։ Ես դա այսպես ասեմ, դա կլինենք մենք, կլինեն մեր ընդդիմախոսները, թե 30-100 տարի հետո կլինեն լրիվ այլ գործիչներ, այդ օրինաչափությունը իմ կարծիքով չի փոխվելու։ Ես կոնկրետ ձեր ասած գրառումներին անկեղծ ասած բովանդակային ծանոթ չեմ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Հովհաննիսյանի երդման արարողությունը։ Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին եւ մաղթել հաջողություններ։ Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց ընկերությունը տեղեկացրել է, որ Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի զննման պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով 2025 թվականի մայիսի 21-ին ժամը 06:00-ից մինչև 08:00 ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես կդադարեցվի Երևանի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը, իսկ մայիսի 22-ին եւ 23-ին ժամը 15-ից մինչև 16:00 ընկած ժամանակահատվածում FM ռադիո ալիքների հեռարձակումը։ Հնդկաստանի եւ Պակիստանի իշխանությունները պայմանավորվել են մինչև մայիսի վերջը զորքերը դուրս բերել այն դիրքերը, որոնք զբաղեցնում էին մինչև զինված հակամարտությունը։ Այս մասին հայտնում է Agence France Press-ը հղում անելով աղբյուրներին։ Զորքերը դուրս կբերվեն իրենց նախահակամարտային դիրքերը մինչև մայիսի վերջ, ասել է Պակիստանի անվտանգության ծառայության անանուն պաշտոնյան։ Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 17-րդ փաթեթը ներառում է 17 ֆիզիկական եւ 58 իրավաբանական անձ, այդ թվում Surrogate Neft-Gas ընկերությունը։ Այս մասին հայտնել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը։ Պատժամիջոցների ցուցակում ավելացվել է 75 անձ, 17 ֆիզիկական եւ 58 իրավաբանական անձ, այդ թվում Surrogate Neft-Gas-ը ռուսական նավթի եւ գազի խոշոր արտադրողը, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Երկու երկրների պաշտպանության նախարարությունների համագործակցության շրջանակներում մշակվում է Քաթարի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Boeing 747 գիծ 8 ինքնաթիռի փոխանցման հարցը։ Սա չպետք է դիտվի որպես Վաշինգտոնի վարչակազմին կաշառելու փորձ։ Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար արաբական պետության արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլ Ռահմա Ալ Թանին։ Ինքնաթիռի հետ կապված պատմությունը փոխանակում է Քաթարի պաշտպանության նախարարության եւ Պենտագոնի միջև, որն իրականացվում է լիարժեք թափանցիկությամբ եւ օրենքի խստիվ պահպանմամբ, եւ սա մեր համագործակցության մի մաս է, որը շարունակվում է տասնամյակներ շարունակ, ասել է նա ելույթ ունենալով Դոհայում Քաթարի տնտեսական ֆորումում։ Փաստորեն մենք գաղտնի ոչինչ չենք արել սեղանի տակ, ոչ մի գաղտնի օպերացիա չի իրականացվել։ Հավելել է վարչապետը, մանրամասնելով, որ ներկայումս կողմերն իրականացնում են ինքնաթիռի տեղափոխման իրավական վերանայում։ Նրա խոսքով Դոհան տեղավորել է ԱՄՆ-ին, որը ժամանակավոր նախագահական ինքնաթիռի կարիք ունի, եւ դա սովորական բան է, որը տեղի ունենում դաշնակիցների միջև։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 25-ից 27-ը Մոսկվա կատարելիք այցի ընթացքում բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնախարարի հետ։ Կողմերը կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Սևծովյան տարածաշրջանում եւ ամենաբարձր եւ բարձր մակարդակներով շփումների ժամանակացույցը, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովը։ Մայիսի 25-ից 27-ը Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Նախատեսվում է բանակցություններ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցում, ասել է նա։ Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային հարցերի շուրջ, շեշտը դնելով Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում եւ Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։ Պարզաբանել է նա, հավելելով, որ կողմերը կդիտարկեն նաեւ բարձր եւ բարձր մակարդակներով շփումների ժամանակացույցը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո եվրոպական երկրների առաջնորդներին եւ Վոլոդիմիր Զելենսկիին ասել է, որ մտադիր չի այժմ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ Մոսկվան իր կարծիքով լրջորեն հավատարիմ է ուկրաինական կարգավորմանը։ Այս մասին Axios պորտալին հայտնել է եվրոպացի առաջնորդների հետ Թրամփի զրույցի մասնակիցները։ Պորտալի աղբյուրների փոխանցմամբ ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը ցանկանում է գործարքընկել եւ համաձայն է անհապաղ սկսել ուղղակի բանակցությունները հրադադարի շուրջ։ Իսպանիայի մի շարք շրջաններ մնացել են առանց ֆիքսված կապի եւ ինտերնետի խոշորագույն տելեֆոնիկա հեռահաղորդակցման ընկերության ցանցում տեխնիկական խափանման պատճառով, հայտնում է Անտենա 3 հեռուստաալիքը։ Խնդիրն ազդել է Բասկերի երկրի, Վալենսիայի, Արագոնի եւ Էքստրեմադուրայի վրա։ Ինչպես պարզաբանել է օպերատորն ինքը, վթարի պատճառը ցանցի արդիականացման աշխատանքներն են եղել, որոնց ընթացքում տեղի է ունեցել խափանում։ Առաջին պայծ միջադեպերի կառավարման կոմիտեն ակտիվացել է տուժած հանգույցները մեկուսացվել են եւ մասնագետներն ուղարկվել են վայրեր արագ միջամտության համար։ Հեռուստաալիքին ասել է տելեֆոնիկայի գործառնությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Սերխիո Սանչեսը։ Նշվում է, որ հեռախոսային եւ ինտերնետ կապերն արդեն վերականգնվել են բացառությամբ առանձին դեպքերի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեռ հնարավորություն ունի նվազագույն կորուստներով ավարտել հակամարտությունը Ուկրաինայում։ Հայտարարել է ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը։ Նա հնարավորություն ունի վերջ դնելու հակամարտությանը առավել շահեկան դիրքերում, ինչը կարտացոլի ուկրաինացիների համար դաժան իրականությունը կապված Ռուսաստանի հետ հարաբերություններում Զելենսկու վատ որոշումների հետ, ասել է նա։ Ռիտերը հիշեցրել է, որ Զելենսկին կորցրել է Դոնբասը եւ չի կարողանա վերականգնել ազդեցությունը դրա վրա։ Ահա թե ինչու արժե դադարեցնել հակամարտությունը ավելի մեծ կորուստներից խուսափելու համար։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև շփումների վերականգնման մասին։ Ներկայումս շփումներ կան ռուսների եւ ուկրաինացիների միջև, ընդգծել է նա։ Պեսկովի խոսքով դա ինքնին կարևոր է կողմերի միջև բանակցությունների ներկա փուլում։ Իրանը Միացյալ Նահանգներից առաջարկ է ստացել բանակցությունների 5-րդ փուլն անցկացնել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման համար։ Այս մասին Իրանի պետական հեռուստառադիո ընկերության եթերում հայտարարել է Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Մենք ստացել ենք Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի առաջարկը, որն այժմ քննարկման փուլում է։ Ղարիբաբադի խոսքերը մեջբերում է գործակալությունը։ Երկու երկրների միջև անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը տեղի էր ունեցել մայիսի 11-ին Մասկատում օմանական կողմի միջնորդությամբ։ Բանակցությունները վերսկսվել են երկչափատյա ընդմիջումից հետո։ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին եւ երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում, համապատասխանաբար ապրիլի 12-ին եւ 26-ին, իսկ երկրորդը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ապրիլի 19-ին։ Եմենի Անսար Ալլահ շարժման հութիները ծովային շրջափակման են ենթարկելու Հայֆա նավահանգիստը, որը գտնվում է Իսրայելի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին հութիների կողմից վերահսկվող Ալ-Մասիրա հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ավստամների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարյան։ Նրա խոսքով Եմենի զինված ուժերը որոշել են կատարել Անսար Ալլահի ղեկավարության ցուցումները, սկսելու Հայֆա նավահանգստի ծովային շրջափակման գործողությունը։ Մայիսի 18-ին հաղորդվել էր, որ հութիները 2 անգամ հրթիռներով հարձակվել են Իսրայելի Բեն-Գուրիոն օդանավակայանի վրա։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հուշագրի պատրաստման վերջնաժամկետ չկա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պեսկովն ընդգծել է, որ ժամկետներ չկան եւ չեն կարող լինել։ Նա նշել է, որ բոլորն ուզում են հնարավորինս արագ պատրաստել հուշագիրը, բայց իհարկե սատանան մանրամասների մեջ է։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով եւ ռուսական եւ ուկրաինական կողմերը կձևակերպեն իրենց տեքստերի նախագծերը, որոնք կփոխանակեն Մոսկվան եւ Կիևը, իսկ հետո կհետևեն համալիր շփումներ մեկ փաստաթուղթ մշակելու համար։ Մայիսի 20-ին Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև շփումների վերականգնման մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում ամերիկացի զինվոր չի լինի։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նա նաև հավելել է, որ չի խստացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ Ուկրաինայում կարգավորման հասնելու հնարավորություն կա։ Թրամփը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները չպետք է միջամտեր ուկրաինական հակամարտությանը, որը պետք է մնար եվրոպական խնդիր։ Հենց այն պատճառով, որ ԱՄՆ նախորդ նախագահը երկիրը ներքաշել է հակամարտության մեջ, Թրամփը ստիպված է զբաղվել դրա լուծմամբ։ Ուկրաինան եւ եվրոպական մի շարք երկրներ համաձայն չեն Մոսկվայի եւ Կիևի միջև ուղիղ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին։ Արևմուտքը կարծում է, որ ԱՄՆ նախագահը հեռանում է դիվանագիտական ջանքերից հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին հայտում է Bloomberg-ը աղբյուրներին հղումով։ Եվրոպացի պաշտոնյաներից մեկը, ով խնդրել է իր անունը չհրապարակել, ասել է, որ առաջնորդները վախենում են, որ Թրամփը հետ կկանգնի դիվանագիտական ջանքերից։ Պաշտոնյան հավելել է, որ Կիևում եւ Եվրոպայի այլ առաջնորդներ համաձայն չեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների իր ծրագրին։ Գրում է թերթը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հեռացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սպառնալիքի նախկին մարտավարությունից։ Այս մասին գրում է ամերիկյան The New York Times թերթը։ Թրամփը ասել է, որ պայմանները կքննարկվեն անմիջականորեն պատերազմող երկրների միջև։ Սա շեղում է Թրամփի Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու վերջին սպառնալիքներից, ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես հիշեցնում է թերթը, ապրիլին Թրամփը բարձրացրել է Ռուսաստանի Դաշնության դեմ բանկային նոր պատժամիջոցների հնարավորության հարցը։ Պատժամիջոցների 17-րդ փաթեթի ընդունումից անմիջապես հետո սկսվում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի նախապատրաստումը, որպեսզի Ռուսաստանը խաղաղություն ցանկանա։ Այս մասին եվրոպական դիվանագիտության ղեկավար Կալասը հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է նաեւ եվրոպական հետախուզության գաղտնի զեկույցը, որի համաձայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արդյունավետ են։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության մեծ հաղթանակն է։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը։ Թերթի նույն հոդվածում ասվում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աղաչել է Թրամփին Պուտինի հետ զրույցից հետո չհեռանալ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից։ FT-ն հիշեցրել է, որ ըստ Թրամփի գործարքի պայմանները կարող են համաձայնեցնել միայն կռվող կողմերը, որովհետև նրանք գիտեն բանակցությունների մանրամասները, որոնք ոչ ոք չի կարող իմանալ։ MQ Inner Raper հետախուզական եւ հարվածային անօթաչու թռչողսարքի դարաշրջանն ավարտվում է, գրում է Business Insider-ը։ Հեղինակները շեշտում են, որ անօթաչու թռչողսարքը ահռելի զենք էր ահաբեկչության դեմ պայքարում, սակայն այսօր այն այնքան էլ արդյունավետ չէ։ Մասնավորապես 2023 թվականից Եմենում առնվազն 15 MQ Inner Raper-ը խոցվել, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է $500 միլիոն։ MQ9-ի սպառնալիքը ամենայն հավանականությամբ շատ ավելի մեծ կլիներ, եթե նրանք բախվեին ավելի առաջադեմ զինվորականների հետ, ավելի հզոր եւ ճշգրիտ հոբ համակարգերով, ասվում է հրապարակման մեջ։ Երևանի Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամ Գևորգ Ստեփանյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանում իրականացված գործողություններին, որի հետևանքով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Գավականու նիստի ժամանակ հակակոռուպցիոն կոմիտեն մտավ այս առաջին մասնաշենք, Արգիշտի 1, հետո մի 5 րոպե ժամանակ կար, դուք ընդդեք, մի 5 րոպե զանգ եկավ իրենց, երևի շփոթել էին, գնացին այն։ Դե կապ չունի, պոզով պոչով կենթանին այստեղ Արգիշտի 1-ից ընդեղ չգիտեմ ովքեր են, բայց հասարակական կարգի տարբեր վարչություններից մի քանի օր առաջ Շենգավիթ վարչական շրջանից էր, չէ, ասենց մի աստղաբույլ էր, հիմա սուտ խոսալով ոչ մի բան չեն կարա։ Երևանցիները լավ հասկանում են, որ այս մարտիկ պոզով պոչով այդ կոռուպցիոն կենթանին մտել է ստեղ ու դուրս չի գալի։ ՔՊ-ն ու հանրապետությունը իրենց ճիքերն է վերջի մենամարտ են տալի, այս թալանը պահելու համար։ Հենց այդ մեքենա այրելու, հենց այդ նորքի ծեծ ու ջարդը բոլորը դիտեք այս պրիզմայի մեջ։ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի խոսքով Երևանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա չկա։ Նաև ընդգծել է, թե իրենց օրոք բոլոր այն մարդիկ, ովքեր կոռուպցիայի գործով են զբաղվում, պատժվում են։ Երևանի մյուս փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ նշել է, թե չի տիրապետում մանրամասներին, տեղեկացված է այնքանով, որքանով բոլորը։ Ընթացքում քննության գտնվող գործը ենթադրում եմ, որ ինչ-որ գործողություն է կատարվել ու մարդկանց անմեղության կանխաբարկացնել հորդորում եմ չխախտել, որտեղ անձը համարվում է մեղավոր, երբ որ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում։ Երևան քաղաքում մայիսի 20-ից 3-ը, 21-ից 23-ին, 25-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մայիսի 24-ից 3-ը սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։ Հանրապետության տարածքում մայիսի 20-ին, 21-ին, 24-ից 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 22-ից 23-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։